Մինչև ընտրությունները ես փորձում էի սոցիալական ցանցերում չգրել մեր այն վերլուծությունների մասին, որոնք առնչվում են Նիկոլ Փաշինյանի շրջապատին, որպեսզի որևէ մեկին չվիրավորեմ։ Այսօր սկսում ենք գրել Փաշինյանի շրջապատի մասին, որպեսզի մեր ընթերցողը տեսնի, որ մենք հանգիստ կարող ենք քննադատել նաև իշխանության ներկայացուցիչներին։ Թեման կարևոր է։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական պայքարը այս 8 տարիների ընթացքում եւ այն հարցը, թե նրա շրջապատից ովքեր են իրականում կիսել այդ ծանր բեռը նրա հետ։ Այս ողջ տարիներին ես մանրակրկիտ ուսումնասիրել եմ քաղաքացիական պայմանագրի անդամների եւ ընդհանրապես Փաշինյանի կողմնակիցների հայտարարությունները, հարցազրույցները, Facebook-յան գրառումները, խորհրդարանական ելույթները եւ կուլիսային աշխատանքը։ Անմիջապես ասեմ, որ Նիկոլ Փաշինյանի շրջապատի մարդկանց 95%-ը որևէ քաղաքական պայքար չի վարել, այդ բարդ գործում վարչապետին թողնելով միայնակ։ 4%-ը ժամանակ առ ժամանակ հայտարարություններ է արել։ Ինչի համար շնորհակալություն նրանց, այդ 4%-ի մեջ են նաև Սասոն Միքայելյանն ու Խաչատուր Սուքիասյանը։ Միայն 1%-ն էր պատրաստ վտանգել սեփական կյանքը եւ գրեթե ամեն օր ու բոլոր հարթակներում նետվում էր քաղաքական կրակի մեջ։ Այս 8 տարիների ընթացքում մենք այդպիսի մարդկանց հաշվել ենք ճիշտ 10-ը։ Դրանք են. Արայք Հարությունյան ոչ մի օր չի դադարեցրել քաղաքական պայքարը վարչապետի հետ միասին։ Բազմապատկած Տարոն Չախոյան իր վրա վերցրել է շուրջօրյա քաղաքական պայքարը, մնացել է հետևողական եւ երբեք իրեն չի խնայել Փաշինյանին օգնելու համար։ Բազմապատկած Ալեն Սիմոնյան միշտ մտել է պայքարի ամենաթեժ կետերը եւ այն քչերից է, ով հարվածներ էր հասցնում Ղարաբաղյան կլանին։ Բազմապատկած Սուրեն Պապիկյան անկասկած հզոր աջակցություն է ցուցաբերել եւ պարբերաբար քաղաքական պայքար է վարել։ Բազմապատկած Վահագն Ալեքսանյան ուժեղ ելույթներ եւ մշտական հակադարձումներ ազգային ժողովում ու հեռուստաթերում։ Բազմապատկած Արարատ Միրզոյան քայլել է Փաշինյանի հետ նույն ճանապարհով։ Բազմապատկած Ռուբեն Ռուբինյան հավատարիմ մարտիկ եւ ամենաանվախներից մեկը։ Բազմապատկած Հայկ Կոնջորյան անկասկած այն մարդկանցից է, ով մշտապես կիսել է քաղաքական պայքարի ծանրությունը։ Բազմապատկած մենք արձանագրել ենք նաև Գևորգ Պապոյանի կանոնավոր հայտարարությունները, ով նույնիսկ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում օգնել է Փաշինյանին։ Բազմապատկած եւ այս տասնյակում կնշեմ նաև Արթուր Հովհաննիսյանի աշխատանքը։ Չնայած նրան, որ իմ հարթակներում նրա վարկանիշը մեծ չէ, նրա ներդրումը քաղաքական պայքարում հսկայական է եւ օբյեկտիվորեն նա միշտ ռիսկի է դիմել, ինչը մենք գնահատում ենք։ Սիրելի հետևորդներ, սա իմ անձնական կարծիքը չէ։ Սա տարիների ընթացքում իրականացված հսկայական վերլուծության եւ հաշվարկների արդյունք է։ Հիմա պատկերացրեք, թե որքան դժվար էր Փաշինյանի համար ընտրությունների ժամանակ, երբ իր թիմի մարդկանց 99%-ը կանոնավոր քաղաքական պայքար չէր վարում, որպեսզի ռիսկի տակ չդներ սեփական կյանքը։ Մարզպետների, կուսակցության անդամների, պատգամավորների օգնականների, քաղաքապետերի, համայնքների ղեկավարների, նախարարների եւ բոլոր նրանց մի ամբողջ օվկիանոս, որոնք 8 տարի շարունակ օգտվել են Փաշինյանի անունից, քաղաքական պայքարում նրան թողել են միայնակ։ Եզրակացությունները թողնում եմ ձեզ։